Ֆրանսիական Courrier France 24 անվանումով պարբերականում վերջերս հրապարակվել է մի հոդված, որում պնդվում է, թե իբր ֆրանսիական պետական Oranո միջուկային ընկերությունը գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան Դիլիջանի ազգային պարկում պահելու նպատակով։ Հոդվածը լայն տարածում է գտել նաև հայաստանյան սոցիալական ցանցերում եւ որոշ լրատվական հարթակներում, սակայն լուրը պաշտոնապես հերքվել է։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ այն ապատեղեկատվություն է։ Ֆրանսիական Oranո ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում։ Վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունը ամբողջությամբ ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում բոլորին զերծ մնալ չստուգված եւ անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից եւ պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը։ Կառավարությունն էլ հրապարակված մտումներն ուղիղ կապում է Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի, մասնավորապես տեղեկատվական բաղադրիչի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձել է տարածված այդ տեղեկատվությանը, կասկածի տակ դնելով թե նյութի լրջությունը, թե հեղինակների մտադրությունները։ Հիբրիդային պատերազմ բան, ամեն ինչ հասկացանք, բայց եթե որևէ մեկը լրջորեն պետք է հարցնի, թե ճիշտ է, որ Դիլիջան ազգային պարկում ուրանի թափոններ եք պահում, այդ հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած Ռոբա Սերժիկի ընտանիքի անդամ։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւս արձագանքել է հրապարակումներին, դրանք դիտարկելով որպես հարձակում Հայաստանի պետականության եւ արտաքին քաղաքականության վրա։ Այս տեխնոլոգիան իհարկե դեռ էլի կաշխատացնեն, բայց ավելի շատ իրենց տերերից փող քերելու նպատակով, որովհետև վստահեցնում եմ, այս ամեն ապուշությունը շեֆերին ներկայացնում են որպես մի բարդ, լուրջ գործ, ով գիտի տերերին պատմում են, թե իրական ֆրանսիական մամուլ են կաշառում ու դրա համար նախատեսված գումար գրպանում։ Տղերք, ձեզ էլի խաբում են ու ձեր փողերը տանում։ Իսկ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը պնդում է, որ տվյալ հրապարակումը արհեստականորեն է ստեղծվել, կիրառելով մեդիա տերորիզմի հայտնի մեթոդներ։ Սա ռուսական ձեռագրով իրականացված հերթական տեղեկատվական սադրանքն է։ Ցավալի է, որ այս անգամ թիրախավորվում է ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլև մեր ռազմավարական գործընկեր Ֆրանսիան։ Տեղեկատվական գրոհը դատապարտել է նաև Ֆրանսիայի հայկական շարժման նախագահ Ժակ Ռաֆի Փափազյանը, որի խոսքով սա ուղղակի հարձակում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը, որի կարևոր բաղադրիչը տեղեկատվական գրոհն է։ Կասկածելի ծագմամբ վառվող գլխագրով կայքում հրապարակված հերթական կեղծ հոդվածը այդ գրոհի վառ ու ակնհայտ օրինակն է։ Սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, արտաքին քաղաքականության եւ ժողովրդավարական ընտրության դեմ։ Նպատակը հստակ է՝ խաթարել Հայաստանի միջազգային հեղինակությունն ու տվյալ դեպքում մասնավորապես ստվերել մեր Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերությունը։ Հակահայկական այս մեխանիզմների գործադրմամբ որոշ կենտրոններ փաստացի խոստովանում են, Հայաստանի ընթացքը խանգարում է իրենց ծրագրերին, իսկ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ընտրած ուղին ճիշտ է։ Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց, անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված եւ տեղեկատվական հարձակում կհրապարակվի։ Պատկան մարմինները վստահեցնում են, Հայաստան միջուկային թափոններ չեն ներմուծվել, չեն պահպանվում եւ նման ծրագրեր գոյություն չունեն։ Նրանք քաղաքացիներին հորդորում են պահպանել տեղեկատվական հիգիենա եւ հետեւել միայն պաշտոնական աղբյուրներով ստացվող տեղեկատվությանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։